Today our firm releases a white paper. Այսօր մեր ընկերությունը հրապարակում է սպիտակ գիրք, ավելի քան 140 էջանոց մի զեկույց, որը նվիրված է Եվրոպական միության միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4-ին, 5-ին և 6-ին սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ Եվրամիության քաղաքական գործիչների և այլ անձանց այս խումբը հավաքվում է Երևանում ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է։ Demonstration of interference. Անկախ նրանից, թե ինչ կասեմ կամ կանեմ ես, սա, ինչպես օրինակ Վենսի այցը, արևմուտքի փորձն է սատարելու պարոն Փաշինյանին, և դա արվում է ոչ թե նրա համար, թե ինչ է նա արել Հայաստանի ժողովրդի համար, այլ այն ամենի, ինչ նա արել է Ադրբեջանի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների ժողովուրդների համար, որովհետև այն, ինչ նա իրականում արել է, սպասարկել է այդ կողմերի շահերը, ի վնաս հայերի։ Detriment of Armenians. This great achievement is yet another testimony to your global leadership and your legacy as a statesman and a peacemaker on the world stage. In addition to that, Բացի այդ, Եվրոպական միությունն այնքան ոգևորված է պարոն Փաշինյանով, որ հատուկ նշանակության խումբ է ուղարկում համացանցային տիրույթը խեղաթյուրելու համար։ Մենք արդեն տեսնում ենք ընդդիմադիր տեղեկատվության հեռացման և թունավոր սև PR-ի տարածման օրինակներ, որոնք Փաշինյանի թիմն օգտագործում է ժողովրդի մեջ նոր պատերազմի վախ ներարկելու համար։ to the populace of another war. So this white paper, which we would Ուստի այս սպիտակ գիրքը, որը մենք խնդրում ենք ձեզ ընթերցել և ուշադրության կենտրոնում պահել, Եվրամիության գործունեության անօրինականության ապացույցն է։ Այն փաստում է Եվրամիություն Հայաստան համաձայնագրերի խախտումները, որոնք պետք է երաշխավորեին օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։ Իսկ որտեղ են այդ իրավունքները, երբ կաթողիկոսը ենթարկվում է անօրինական հարձակումների, երբ քաղբանտարկյալներ կան թե Երևանում, թե Բաքվում, և երբ մենք ունենք մի կառավարություն, որը կենտրոնացած է ոչ թե պատանդների ազատ արձակման, այլ երրորդ կողմերի շահերի սպասարկման վրա, ի հեճուկս հայ ժողովրդի շահերի։ Շնորհակալություն։